Ախ, այս թեմաները հարսանեկան։ Արդյոք պարտադիր է փորձնական դիմահարդարումը հարսանիքից առաջ։ Այս հարցը մի փոքր հարաբերական է, քանի որ հարսիկները մի կարևոր հանգամանք հաշվի չեն առնում, որ իրենք մնացած օրերին գտնվում են այլ հուզական վիճակում, իսկ հարսանիքի օրը լրիվ այլ հուզական վիճակում, ինչն էլ իրենց ավելի վծախնդիր է դարձնում։ Եղել է դեպք, երբ որ հարսիկը եկել է 3 անգամ փորձնական դիմահարդարման, որպեսզի հասկանանք ինչ դիմահարդարում ենք անելու, ու արդյունքում ընտրել էինք մեկ երանք, որը 2 անգամ կրկնել ենք ու իրեն դուր է եկել։ Իր հարսանիքի օրը հենց այդ նույն երանգը ես դնում էի իր աչքին ու իրեն թվում էր լրիվ ուրիշ։ Ինչ հարցեր ունեք ել։ Ձեզ մոտ Լիանա ջան փորձնականը մտնում է հարսանեկան մեյքափի արժեքի մեջ, թե առանձին վճար կա դրա համար։ Չէ, հարսանեկան դիմահարդարման արժեքի մեջ ներառված է միայն կոնսուլտացիան, որը կարող է լինել եւ հեռախոսի միջոցով, եւ կարող են համենալ սրահ եւ անցնել այդ խորհրդատվությունը։ Իսկ փորձնական դիմահարդարման համար վճարում են երեկոյան դիմահարդարման արժեքը, որովհետեւ կապ չունի փորձնական է թե հարսանեկան, մեկը ես ծախսում եմ իմ ժամանակը եւ նյութերը։ Ինչ խորհուրդ կտաք չանել հարսիկներին հարսանիքից առաջ։ Մի քանի խորհուրդ ունեմ։ Ամենակարևորների շարքից չլսել բոլորին, բոլորի կարծիքները հաշվի չառնել, որովհետև մարդիկ տարբեր են, դուք տենց միայն խճճվելու եք։ Չանել հոնքերի շտկում, ինչ-որ փորձարկումներ, կտրել մազերը, ներկել, գունաբացել, ինչ խորհուրդ չեմ տա։ Դեմքի չիստկա, որը որ չգիտեմ ինչի բոլոր հարցների մեջ մտածա, որ հենց հարսանիքից 1 շաբաթ կամ 10 օր առաջ եթե գնան իրենք անեն դեմքի խորը մաքրում, իրենց դիմահարդարումը ավելի լավ է լինելու։ Բնականաբար խնամքը միանշանակ խրախուսվում է, բայց այն ինչ որ պետք է անեք, սկսեք փորձել 3 կամ 4 ամիս առաջվանից, որովհետև դուք չեք կարող ասել, թե ձեր մաշկը ինչ ռեակցիա կտա։ Խնդրեմ մի հատ տրաշ պատմություն պատմես քո Լավ, հարսիկներից հենց դե որը որ ամենատրաշն է։ Լավ, եկեք չշեշտեմ հարսիկ ա եղել թե ոչ, բայց սրանից այս դեպքից ելնելով ես խորհուրդ եմ տալիս շատ կարևորություն տալ դեմքի մազահեռացմանը։ Ակած սանրվածք էինք անելու, դեմքը ամբողջությամբ բացված էր լինելու։ Իր դեմքի վրա կային շատ խոշոր սև երկար մազեր, որոնք որ ես ինչքան էլ պրոֆեսիոնալ ու լավ դիմահարդար լինեմ, չեմ կարողանալու անել այնպիսի դիմահարդարում, որը որ սիրուն կնստի մազերի վրա ոչ մի տեսակ դիմահարդարում չի կարա սիրուն լինի։ Խորհուրդ կտաս հարսներին հետևել թրենդներին։ Ոչ այնքան, որովհետև պետք է հիշել մի բան. թրենդները ժամանակի հետ անցնում գնում են, իսկ ձեր հարսանիքը շատ դեպքերում լինում է 1 անգամ ու դուք ձեր այդ նկարները, վիդեոները նայելու եք ամբողջ կյանքում եւ ընտրեք այնպիսի հարսանեկան կերպար, որի համար տարիներ հետո չեք ամաչի ու վատ չեք զգա։ Չինը ընտրում ենք զգեստը։ Հարսանեկան